So Vladimir, thank you very much. Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո Դոնալդ Թրամփը եվրոպացի առաջնորդների հետ զրույցում առաջին անգամ խոստովանել է. Ռուսաստանի նախագահը չի ցանկանում հրադադար հաստատել Ուկրաինայում, քանզի կարծում է, որ կհաղթի, գրում է ամերիկյան Wall Street Journal-ը հողում անելով իր աղբյուրներին, բայց ըստ հեղինակավոր պարբերականի նույնիսկ այսքանից հետո Թրամփը չի մեծացնում Ռուսաստանի վրա ճնշումը։ Նա նաև չի համաձայնել եվրոպացի ղեկավարների պնդմանը, որ Վատիկանում ռուս-ուկրաինական հնարավոր բանակցությունների արդյունքները պետք է լինի անվերապահ հրադադարը, ասելով, որ իրեն դուր չի գալիս այդ եզրույթը։ Կրեմլի խոսնակն ասել է, որ չգիտեն, թե ինչ է Թրամփն ասել եվրոպացի առաջնորդներին, իսկ Wall Street Journal-ի հրապարակումը հակասում է Մոսկվայի ունեցած տեղեկություններին։ Մենք գիտենք, թե ինչ է Թրամփն ասել Պուտինին։ Մենք չգիտենք, թե ինչ է Թրամփն ասել եվրոպացիներին այդ հեռախոսազրույցից հետո։ Գիտենք նախագահ Թրամփի պաշտոնական հայտարարության մասին։ Այնինչ գիտենք, հակասում է ձեր նշած հոդվածում գրվածին։ Անդրադառնալով 1000-ի դիմաց սկզբունքով ռազմագերիների փոխանակմանը, ինչի մասին կողմերը պայմանավորվել էին Ստամբուլում, Դմիտրի Պեսկովն ասել է, որ Մոսկվան իր ցուցակը ներկայացրել է Կիևին, սակայն դեռ չի ստացել ուկրաինական կողմինը։ Կրեմլի խոսնակը նաև նշել է, հաջորդ բանակցությունների տեղի ու վայրի մասին դեռ որոշում չկա։ Կիևից էլ ասել են, որ մեկ օրում այդքան ռազմագերու փոխանակումը կազմակերպելը տեխնիկապես դժվար է եւ այն կիրականացվի փուլերով, տարբեր օրերի։ Ու մինչ ռուսական կողմը չի շտապում հստակեցնել բանակցությունների հաջորդ փուլի վայրն ու ժամկետը, Գերմանիայի կանցլերը խոսելով դրանք Վատիկանում անցկացնելու հնարավորության մասին հույս է հայտնել, որ կողմերը կառուցողական քննարկում կունենան։ Ֆրիդրիխ Մերցը միաժամանակ շեշտել է, այս պահին ոչինչ չի վկայում, որ Պուտինի սանձազերծած պատերազմը շուտով կավարտվի։ Այս պահին չկա որևէ նշան, որ այս պատերազմը արագ կավարտվի։ Մենք փորձում ենք հնարավոր ամեն ինչի հասնել դիվանագիտական ճանապարհով։ Ռուսական կողմի խաղաղություն հաստատելու պատրաստակամությանը չի հավատում նաև Ուկրաինայի նախագահը Վլադիմիր Զելենսկին երեկոյան ուղերձում դարձյալ նշել է, որ պետք է մեծացվի Ռուսաստանի վրա ճնշումը տնտեսական, քաղաքական, ռազմական եւ բոլոր հնարավոր ոլորտներում, որպեսզի համաձայնի հրադադարին։ Ցավոք ռուսները հրադադարի մասին ազդակներ չեն ուղարկում եւ դեռ պատրաստ չեն պատերազմը դադարեցնելուն։ Այնպես որ միանգամայն անհրաժեշտ են ճնշման բոլոր ձևերը, Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու նպատակով գործընկերների հետ տարվող ամբողջ աշխատանքը։ Պատժամիջոցների հնարավորությանը Սենատում անցկացված լսումներին անդրադարձել է նաև Միացյալ Նահանգների պետքարտուղարը։ Մարկո Ռուբիոն կրկնել է Թրամփի հայտարարությունը, թե Վաշինգտոնն այդ քայլին կդիմի անհրաժեշտության դեպքում միայն։ Պետքարտուղարը մի քանի անգամ խուսափել է ուղիղ պատասխանել հարցին, թե արդյոք Պուտինը ռազմական հանցագործ է։ Միայն ասել է, որ Ուկրաինայում ռազմական հանցագործություններ են կատարվել, որոնց մեղավորները պետք է պատասխան տան։ Բայց մեր նպատակն այժմ այս պատերազմը դադարեցնելն է, քանզի մինչ այս պատերազմը շարունակվում է, ամեն օր մարդիկ են սպանվում, մարդկային ճակատագրեր են խեղվում, անկեղծ ասած ավելի շատ պատերազմական հանցագործություններ են կատարվում։ Մինչ Միացյալ Նահանգները հապաղում է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների հարցում, Եվրոպական խորհրդարանն այսօր քվեարկել է Ռուսաստանից եւ Բելարուսից ներմուծվող պարարտանյութերի եւ գյուղատնտեսական որոշ ապրանքների համար բարձր մաքսատուրք սահմանելու օգտին։ Նպատակն է կանխել Եվրոպական միության պարենային անվտանգությանը սպառնացող հնարավոր վտանգը եւ սահմանափակել պատերազմի ֆինանսավորումը։ Փոփոխությունն ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից։ Իսկ ռազմական գործողություններն այս ընթացքում չեն դադարում։ Ռուսական զինուժն անօդաչուներով հարվածել է ուկրաինական մի քանի բնակավայրի, այդ թվում Կիևին։ Խարկովին հարվածել են հրթիռով կամ 1 զոհ, մի քանի վիրավոր, 2 մարդ էլ սպանվել է Դոնեցկում։ Ուկրաինական զինուժն արդեն երկրորդ օրն է անօդաչուներով ինտենսիվ հարձակումներ է նախաձեռնում ռուսական բնակավայրերի, այդ թվում Մոսկվայի եւ Մերձ Մոսկվայի ուղղությամբ։ Մեկ օրում միայն Մոսկվայի ուղղությամբ ընթացող ավելի քան 40 անօդաչու է խոցվել։ Գիշերը մի քանի անգամ փակվել են Մոսկվայի բոլոր օդանավակայանները։ Ռուսական կողմը հաղորդել է, որ Դոնեցկում եւս 1 բնակավայր է վերցրել։